Ահաբեկչություն հարևան երկրում պայթյուն է տեղ ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան Սուրուջ քաղաքում, կա 27 զոհ, ավելի քան 100 վիրավոր։ Մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, համանախագահները քննարկելու են Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը։ Տարածաշրջանային այցով Հայաստանում էր գտնվում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններում առաջ գնալ, շուկաներ բացել, ներդրումներ կատարել, հայտարարել է Դոնալդ Տուսկը։ Հակառակորդը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով։ Սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծի շուրջ քննարկում է տեղի ունեցել մեդիա կենտրոնում։ Սերժ Սարգսյանի խոսքերը արժանահավատ չեն, սահմանադրությունը վերարտադրվելու խնդիր է լուծում, հայտարարել են բանախոսները։ Կուսակցակենտրոն սահմանադրություն են գրել, որտեղ Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենա անվերջ վերարտադրվելու։ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին։ Երկկողմ ձևաչափով բանակցություններից հետո կայացել է համատեղ մամուլի ասուլիսը։ Բանակցությունների ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետություն, Եվրամիություն հարաբերություններին եւ ընթացիկ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին։ Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին։ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններում առաջ գնալ, շուկաներ բացել, ներդրումներ կատարել, հավելելով, որ պատրաստվում են Հայաստանի հետ նոր իրավական փաստաթղթի ստորագրման, որից գոհ կլինի թե Հայաստանը, թե Եվրամիությունը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ինչպես մեր երկրի կարևորագույն գործընկեր Եվրամիության տարածքում կայունության ապահովմամբ, այնպես էլ Հայաստանի դարավոր բարեկամ Հունաստանի բնականոն զարգացմամբ։ Հանդիպման ժամանակ նշելով, թե ուրախ է, որ Հայաստանում օրենքի համաձայն նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումների գործընթաց, Դոնալդ Տուսկը Սարգսյանին խնդրել է ներկայացնել բարեփոխումների իրականացման նպատակը եւ այդ գործընթացի վերաբերյալ նրա գնահատականը։ Մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հանդիպել է փախստականների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այս մասին World-ն ասել է լրագրողների հետ հանդիպմանը, նշելով, որ փախստականների վերադարձի հարցը ամենակարևոր եւ ամենաբարդ խնդիրներից է, նախուսափել է ուղղակիորեն պատասխանել լրագրողի հարցին, թե ինչպես պետք է լուծվի ներկայում Ադրբեջանի կազմում գտնվող տարածքներից տեղահանված հայերի վերաբնակեցման հարցը։ Համանախագահների տարածաշրջան այցելության շրջանակներում նախատեսված է հայց-ադրբեջան հանդիպումներ են նախատեսվում ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Հավելենք, որ համանախագահները քննարկելու են նաև Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը։ Ամենայն հավանականությամբ հանդիպումը կկայանա աշնանը։ Հուլիսի 18-ին և 19-ին հակառակորդը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնց ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի հարավային ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 մմ-անոց ականանետեր։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Անցած շաբաթ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակեց սահմանադրական փոփոխությունների նախագծի 1-ից 7 գլուխների նախնական տարբերակը։ Նախագծի հրապարակումից անմիջապես հետո տեսակետներ հնչեցին, որ իշխող հանրապետականն իր ղեկավար Սերժ Սարգսյանի հետ միասին վերարտադրվելու խնդիր է լուծում։ Կա արդյոք անհրաժեշտություն երկրում մայր օրենքի փոփոխություն կատարելու։ Թեմայի վերաբերյալ այսօր հրավիրված մամուլու ասուլիսում տեսակետ են հայտնել Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիկ Նաստիգրանյանը, քաղաքագետ Չեկանց նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը եւ Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանը։ Հերիկ Նաստիգրանյանն իր խոսքում նշեց, թե Հայաստանում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ երկրում առկա խնդիրները կարգավորելու համար սահմանադրություն փոխել պետք չէ։ Ըստ Տիգրանյանի, եթե երկրում չկա կառավարման ճգնաժամ, ինչի մասին պնդում են իշխանության ներկայացուցիչները, ապա ինչու է առաջացել ցանկություն փոխել սահմանադրությունը։ Իսկ Արտուր Կիրակոսյանն էլ կարծում է, թե այս փոփոխություններով նպատակ ունեն ստեղծել 4-րդ հանրապետություն։
Այն, որ ես ներկայացվում է, այդ ընդհանրապես բարեփոխումներ չեն։ Սա նոր սահմանադրությունն է, փաստորեն փորձ է արվում մի նոր հանրապետություն ստեղծել, 4-րդ հանրապետությունը, որը որ ըստ էության իսկապես այդ իմաստով համաձայն է, որ որևէ հիմքեր դրա, այսինքն այդպիսի մի ճգնաժամ, որ ասենք ունենք ու դրա պատճառով պետքա անցնենք նոր հանրապետության լրիվ նոր սահմանադրությամբ, ես կարծում եմ չկան։ Քաղաքագետ Չեկանցկացնի նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն էլ նշեց, թե այդ բարեփոխումներն իրականում վերարտադրության սահմանադրություն է։ Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների այն պնդումներին, թե փոփոխված սահմանադրությունը լավ ապագա է երկրի համար, Արմեն Գրիգորյանը նշեց, թե հիշյալ պաշտոնյաներն իրենց առնվազն վանգայի տեղն են դրել։ Երբ որ հրապարակվեց, ավելի շատ ցույց տվեց, որ փորձում են սահմանադրական հեղափոխություն կատարել Հայաստանում ու հաստատել միակուսակցական իշխանություն։ Երկար ժամանակ խոսում էր մարդակենտրոն ինչ որ սահմանադրություն ստեղծելու։ Երեք իմ ընկերներից մեկը մի հատ լավ բան ասեց, կուսակցակենտրոն սահմանադրություն են գրել, Կարելի է ասել, որ կուսակցակենտրոն սահմանադրություն են գրել, որտեղ Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենա անվերջ վերարտադրվելու։ Մեր այն արդյունքն է, Սերժ Սարգսյանն արդյոք հեռանում է քաղաքականությունից նկատի ունենալով, որ նա հայտարարել է, թե փոփոխություններից հետո չի հավակնելու ոչ նախագահի, ոչ վարչապետի եւ ոչ էլ ազգային ժողովի նախագահի պաշտոնին, քաղաքագետ Արմեն Գրիգորյանն նկատեց, որ Սերժ Սարգսյանի ոչ մի խոստում իրականություն չի դարձել։ Քաղաքագետն օրինակ բերեց Եվրոասոցիացիան համաձայնագիրն ու տնտեսական աճի մասին խոստումները։ Չկա որևէ վստահություն, որ Սերժ Սարգսյանը իսկապես կհեռանա, իր խոսքի տերը կլինի։ Հետո իրանք ստեղծում են սահմանադրական փոփոխությունները միայն կատարում է այդ նպատակով, ավտորիտար ռեժիմ է ստեղծում։ Եթե նա ցանկանում է հեռանալ, ինչի է ստեղծում ավտորիտար ռեժիմ, որտեղ կլինի միակուսակցական համակարգ ու այդ կուսակցությունը միայն հնարավորություն կունենա ղեկավարել երկիրը։ Հանրապետության նախագահի հայտարարությունները որևէ ձևով նրան հետագայում չեն կանշկանդի, եթե ազգային ժողովում, ինչպես հիմա է նախատեսվում, այդ երկու կուսակցությունները, որոնք կհավաքեն առավելագույն ձայներ, կգնան երկրորդ փուլ։ Եվ առավելագույն ձայներ հավաքած կուսակցությունը ինքը ներկայացնում է իր տեխնացուին վարչապետի։ Այսինքն, եթե վարչապետի տեխնացուն, եթե կուսակցությունը առաջարկում է վարչապետի տեխնացուի, չի բացառում, որ դա կլինի հենց գործող նախագահը, եւ դա կլինի կարող է հայտարարել, որ դա ոչ թե իր կամքն է, այլ ժողովրդի մեծամասնության քվե ստացած կուսակցությունը ահա այսպիսի հանրային խնդրագիր ներկայացրեց իրեն եւ ինքը զբաղեցնում է այդ պաշտոնը։ Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի լռությանն, ապա Արթուր Կիրակոսյանի կարծիքով պատճառն այն է, որ նույն այդ քաղաքական ուժերը շոկային վիճակում են։ Ես վստահ եմ, որ հանրապետականների շատերն են, ուղղակի հիմա մի քիչ շշպռած, չէ՞ տղեկ ջան, ես ինչ եք անում, այդ հասկացանք, ուզում ենք ինչ որ մի կոնկրետ խնդիր լուծեիք, բայց Այս 52 էջը, չգիտեմ, ու էլ պետք է աճի, չէ՞, ինչքան պետք է աճի։ Այս ինչ է, որ հիմա բան անեն։ Ինձ թվում է իրանց իհարկե հեշտ է հանգստացնել, որ տղեկ ջան, լռեք, որտեվ մենք հարց ունենք լուծելու ու այս մնացած բաները կարակ չկարդակ է, առաջի գլուխ, երկրորդ գլուխ, չգիտեմ, մնացած բաները։ Նույն ձևի ինձ թվում է այդ կուսակցություններն էլ են հիմա ինչ որ բանի մեջ տարակուսանքի ու էլի իմ կոչը այն է, որ միանշանակ ասեն, որ ոչ նոր սահմանադրությանը Եզրափակելով բանախոսները նշեցին, որ հասարակության կարծիքն արդենից ձևավորված է, պետք է ոչ ասել այս փոփոխություններին։ Իշխանությանը սահուն կերպով վերարտադրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին չպետք է թույլ տա, իսկ թե ինչպես մեխանիզմների մասին նախընտրեցին հետո խոսել։ Սահմանադրական բարեփոխումների ամենահավանական բացատրությունը իշխանության վերարտադրությունն է, այս կարծիքին է քաղաքագետ Միքայել Զոլյանը։ Հիմա, երբ մոտենում է Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետի ավարտը, սահմանադրական բարեփոխման հարցն է դարձել երկրի օրակարգային թիվ 1 թեման։ Այն, որ Դավիթ Հարությունյանը պնդեց, որ Սերժ Սարգսյանը չի զբաղեցնի ոչ նախագահի, ոչ ազգային ժողովի նախագահի եւ ոչ էլ վարչապետի պաշտոնը, կարծում է, որ քիչ բան է փոխում։ Սերժ Սարգսյանին ընդամենը պետք է մնալ հանրապետական կուսակցության ղեկավար, որպեսզի նա կարողանա ղեկավարել երկիրը։ Ընդհանրապես տարբեր բռնապետական համակարգերին բնորոշ երևույթ է, երբ երկրի իրական ղեկավարը ֆորմալ պաշտոն չունի կամ ունի երկրորդական պաշտոն, իսկ երկրի ֆորմալ ղեկավարը, նախագահը կամ վարչապետը իրականում խամաչիկի դերում է հանդես գալիս։ Լիբիայի բռնապետ Քադաֆին ընդհանրապես որևէ ֆորմալ պաշտոն չուներ, եւ երբ նրանից պահանջում էին հրաժարական տալ, ասում էր, որ չի կարող հրաժարական տալ, քանի որ պաշտոն չունի։ Նման տասնյակ օրինակներ
փոփոխություններ կարելի է բերել։ Էլ չեմ ասում, որ ի վերջո կարող են ասել, որ հանգամանքները փոխվել են, եւ Սերժ Սարգսյանը ստիպված համաձայնել է դառնալ վարչապետ կամ ազգային ժողովի նախագահ։ Ոմանք պնդում են, որ փոփոխությունների նախագիծը միանգամից մերժել է պետք առանց խոշքային ուսումնասիրության։ Քաղաքագետը համակարծիք է, ընդգծում է, որ սահմանադրության բարեփոխման գաղափարը մերժելի է, քանի որ չկա դրա հանրային պահանջը։ Մեր ներկա սահմանադրությունը գուցե եւ թերություններ ունի, բայց հիմնական խնդիրն այն է, որ այն չի կատարվում։ Պետք է հասնել նրա կատարմանը, այլ ոչ թե անվերջ փոխել սահմանադրությունը։ Ի վերջո սահմանադրության ողջ իմաստն այն է, որ ի տարբերություն այլ օրենքների այն փոփոխվում է միայն ծայրահեղ դեպքում։ Բայց եթե անգամ քննարկենք բովանդակությունը, ապա միայն խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթն արդեն բավական է, որ այս նախագիծը միանշանակ մերժվի։ Այս դրույթն ամբողջապես հակասում է խորհրդարանական հանրապետության փիլիսոփայությանը։ Միանգամայն սխալ է սահմանադրությունը հաճախ փոխելը, սահմանադրությունը պետք է հնարավորինս մնա անփոփոխ, քանի որ այն պետք է ապահովի կայունություն, կանխատեսելիություն, ասում է Միքայել Զոլյանը, եւ հավելում, որ եթե նայենք ժողովրդավարական երկրների փորձին, կտեսնենք, որ այնտեղ ղեկավարներին հաճախ են փոխում, իսկ սահմանադրությունը շատ հազվադեպ։ Իսկ բռնատիրական երկրներում հակառակն է, ղեկավարները մնում են ընդմիշտ, իսկ սահմանադրությունը մի քանի տարին մեկ փոխվում է։ Հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարությամբ հանդես եկավ, թե հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների սպանության գործը հանձնվել է Հայաստանի Հանրապետության քննչական մարմնին։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնատ Ռուզյանից հետաքրքրվեցինք, թե ռուսական կողմից գործի նյութերը ստանալուց հետո ինչ քայլեր է իրականացրել հայկական կողմը։ Ռուզյանն ասաց, որ 9 հատորանոց քրեական գործն ուղարկվել է թարգմանության եւ միայն դրանք ստանալուց հետո տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ծանոթանալու նյութերի բովանդակությանը։ Երբ կթարգմանվեն նյութերը, քրեական դատավարության սահմանված կարգով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները կծանոթանան նյութերին այն ծավալով, որ նախաքննության այս փուլում նրանք իրավասու են ծանոթանալու։ Թույլատրելիության սահմաններում տեղեկատվություն կտրամադրվի նաև հանրությանը։ 9 հատոր քրեական գործ է եւ նյութերն ամբողջությամբ պետք է թարգմանվեն հայերեն։ Տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը գալայի հետ զրույցում ասաց, թե կարևոր է նախ տեղեկանալ, թե ինչ գործողություն է իրականացրել ռուսական կողմը սույն քրեական գործի շրջանակներում եւ հետո այդ նյութերը որքանով են համադրելի հայկական կողմի իրականացրած քննության հետ։ Միհրան Պողոսյանն ասում է, թե գործի նյութերի տրամադրում չի նշանակում նաեւ մեղադրյալի հանձնում։ Նույնականացնել ըստ նրա պետք չէ, բայց եւ մյուս կողմից փաստաբանը նշում է. Տարածված հաղորդագրությունը տեսք ուներ, որ մի օր հանձնելու են մեղադրյալին, որ հայկական արդարադատություն է իրականացվելու, չի կարող ուրիշ պետության չհանձնված, այսինքն քրեական գործով մեղադրյալ հանդիսացող անձին դատարան չներկայացնելով գործի քննություն իրականանա։ Հեռակա դատավարություն մեր քրեական օրենսգիրքը չի նախատեսում, այսինքն ինքը լինելու է հայկական դատարանի կողմից դատապարտված։ Այն, որ Ավետիսյանների սպանության գործի նախաքննությունը ձգձգվում է ու դարձյալ ժամանակ կպահանջվի ռուսական կողմի հարուցած քրեական գործի նյութերին ծանոթանալու, առկա փաստերն ու ապացույցները համադրելու, ինչպես նաև մտահոգությունները փարատելու համար, Միհրան Պողոսյանը նորմալ է համարում, շեշտելով, թե սա այն գործն է, որ չնչին ապացույցն անգամ կարող է էական նշանակություն ունենալ։ Պրոցեսն արագացնելով մենք որևէ արդյունք կամ խնդիր չենք լուծում, մեզ հարկավոր է օբյեկտիվ բազմակողմանի եւ լրիվ քննություն, այդ քննության պրոցեսը կարող է երկար տևել, բայց եթե արդյունավետ է լինելու կոնկրետ իմ համար, դա կաշկանդվածություն չի առաջացնում, այսինքն ավելի լավ է մի քիչ երկար տևի, բայց օբյեկտիվ ու լրիվ լինի քննությունը։ Թուրքիայի հարավարևելյան Սուրուջ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 27 մարդ է զոհվել, կան շուրջ 100 վիրավորներ։ Ներքին գործերի նախարարությունից տեղի ունեցածն անվանել են ահաբեկչություն։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Պայթյունը տեղի է ունեցել Սուրուջի մշակույթի կենտրոնի մոտ։ Ոստիկանական խմբերն աշխատում են տեղում, տարվում է հետաքննություն։ Վաշինգտոնը չի բացառում ռազմական ուժի կիրառումն Իրանի դեմ, այն դեպքում, եթե Թեհրանը շարունակի միջուկային զենքի ստեղծման իր աշխատանքները, հայտնել է Պենտագոնի ղեկավար Էշտոն Քարթերը։ Մերձավոր Արևելք կատարած այցի ընթացքում Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը նշել է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի վերահսկողության շուրջ համաձայնագիրը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում գործի դնել զինված ուժերը։
Այցի ընթացքում քարտերը կլինի Իսրայելում եւ Սաուդյան Արաբիայում, որտեղ մտահոգված են ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Իրանի հնարավորությունների աճի հեռանկարով։ Անցյալ շաբաթ Վիեննայում Իրանի եւ Վեզնյակի միջազգային միջնորդները համաձայնության էին եկել Իրանի միջուկային ծրագրի հարցի շուրջ։ Թեհրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը պատժամիջոցների վերացման եւ Արևմուտքի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման դիմաց։ Միևնույն ժամանակ Իրանի հոգեվոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը չի համագործակցի Միացյալ Նահանգների հետ միջազգային քաղաքական հարցերում, իսկ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները բացառություն էին։ Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը ցախողման դատապարտված է անվանել Հունաստանին դեֆոլտից փրկելու եւ Եվրագոտուց դուրս գալը կանխելու Եվրամիության ծրագիրը։ Վարուֆակիսը նշել է, որ Հունաստանին ստիպում են ընդունել մի ծրագիր, որը պատմության մեջ կմտնի որպես մակրոտնտեսական կառավարման ամենամեծ ցախողումը։ Նա հրաժարական է տվել հանրաքվեից անմիջապես հետո, երբ հույները դեմ քվեարկեցին կոշտ բարեփոխումներին վարկատուների կողմից աջակցության դիմաց։ Օրերս Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ազատել կառավարության եւս 10 անդամների, որոնք դեմ են քվեարկել վարկատուների հետ պայմանագրին։ Ավելի վաղ Եվրագոտու ֆինանսների նախարարները համաձայնել են տրամադրել Հունաստանին անցումային վարկ 7 միլիարդ եվրո գումարի չափով։ Սա արվել է այն բանից հետո, երբ Հունաստանի խորհրդարանը հավանության արժանացրեց բարեփոխումների փաթեթը, որն առաջադրվել է Ցիպրասի կողմից վարկատուների պահանջով։ Հունական բանկերն այսօր կվերսկսեն իրենց աշխատանքը, սակայն Հունաստանի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ սահմանափակումները, որոնց համաձայն Հունաստանի բնակիչները կարող են իրենց հաշվից օրական միայն 60 եվրո գումար հանել, կվերացվեն միայն աստիճանաբար։ 68 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախկին նախագահ Գենադի Սելեզնյովը։ Վերակառուցման ժամանակաշրջանում ղեկավարել է Կոմսոմոլսկայա Պրավդա թերթը, եղել է Կոմկուսի առաջնորդներից մեկը։ Գենադի Սելեզնյովը 8 տարի ղեկավարել է Պետդումայի ստորին պալատը, 1996 թվականին դարձել է խորհրդարանի խոսնակ Կոմկուսի խմբակցության ղեկավար։ Նա տևական ժամանակ եղել է նախագահ Բորիս Ելցինի եւ գործող կառավարության ընդդիմության շարքերում։ Լինելով Պետդումայի նախագահ եւ զբաղվելով ակտիվ քաղաքական գործունեությամբ Գենադի Սելեզնյովը դարձավ ռուսաստանյան ժամանակակից պարլամենտարիզմի հիմնադիրներից մեկը։ Hello fellas, everybody's here. Freddie, Tom, good to see you, mate. Հանրահայտ դերասան Ալեքս Ռոկոն, ով ճանաչում է ձեռք բերել Կնքահայրը ֆիլմում իր դերակատարմամբ, մահացել է Միացյալ Նահանգներում 79 տարեկան հասակում։ Նրա թստեր Ջենիֆերի պնդմամբ հայրը մի քանի տարի տառապում էր քաղցկեղով։ Ալեքս Ռոկոն նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում եւ սերիալներում, սակայն առավել հիշարժան է Կնքահայրը ֆիլմում Մոկրինի դերը։ Հանրահայտ Թեդի Զի սերիալում իր դերակատարման համար Ալեքս Ռոկոն արժանացել է Էմի մրցանակի։ I do you a favor and take Freddie in when